Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1561-րդ օրն է։ Հայաստանում նախընտրական այս օրերին, ճիշտ ասած, չէի ցանկանում նախկին հաճախականությամբ թողարկումներ անել, առավել ևս որ որդուս վիրավորվելու պատճառով զբաղվածությունս էլ ավելի է շատացել, բայց եւ ձեզ առանց նորությունների թողնել չեմ կարող, ուստի որոշեցի հավաքել ձեզ համար ամենակարևորը այսօրվա եթերի համար, ովքեր որդուս մասին չգիտեին, ասեմ, որ կյանքին վտանգ չկա, պարզապես պետք է ապաքինվի, են, առիթից օգտվելով շնորհակալ եմ ձեր բոլոր բարեմաղթանքների համար, իրոք շատ եք ոգևորում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Կարծում եմ հունիսի 2-ի գիշերը Կիևի, Դնեպրի, Խարկովի եւ Զապորոժիեի Պուտինի հերթական հիստերիկ հրթիռակոծության մասին կադրերն ու բոլոր նորությունները դուք արդեն տեսել եք երևի մեր Telegram-յան ալիքում, թեև այսօր ես նույնպես կանդրադառնամ այդ թեմային, բայց մինչ Պուտինը տարվել է տանը քնած խաղաղ ուկրաինացիներին սպանելու փորձերով, ուկրաինական զորքերը կրակի են մատնել հերթական ռուսական նավթավերամշակման գործարանը 3 Կրասնոդարի երկրամասում, այս գիշեր նույնպես բարի դրոնները այցելել էին բազում ռուսական ռեգիոններ։ Ձեր էկրաններին տեսնում եք 3 երեկոյից Ռուսաստանի տագնապների քարտեզը։ Ռազմական գործերի մասին կպատմեմ մի փոքր ուշ, իսկ հիմա կցանկանայի սկսել Հայաստանի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակից, առավել ևս, որ Զելենսկին հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ արդեն երկրորդ հայտարարությամբ, իսկ մեր նախագահը, ինչպես գիտի մեր լսարանը, հենց այնպես հայտարարություններ չի անում։ Եվրոմիությանը ուղղված Հայաստանին աջակցելու Զելենսկու կոչից հետո Բրյուսելի դիվանագիտական ակտիվությունը Երևանի շուրջ այժմ կարծես սկսում է աշխուժանալ, եվրոչինովնիկները սկսել են ավելի շատ արտահայտվել Հայաստանի թեմայով։ Ընդլայնման հարցով Եվրոհանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է Ռուսաստանի տնտեսական շանտաժի դեմ պայքարում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության հրատապ ավելացման մեխանիզմների որոնման մասին, բայց սա դեռ ամենը չէ։ Զելենսկին նոր հայտարարություն է արել Հայաստանի մասին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության զեկույցից հետո։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրոպային ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին Մոսկվայի ազդեցության ուղեծրից դուրս գալուն օգնելու համար։ Այս կարևոր հայտարարությունը Ուկրաինայի նախագահը արել է մեր երկրի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեկ Իվաշչենկոյի հետ հանդիպման արդյունքներում։ Մեջբերեմ կարծում եմ, որ Եվրոպան պետք է զգալիորեն ավելի շատ աջակցի յուրաքանչյուր ժողովրդի, որին Ռուսաստանը կարճել է իր ատամներով եւ փորձում է բաց չթողնել դեպի ազատություն։ Հիմա դա հատկապես վերաբերում է Հայաստանին, նշել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում առջևում խորհրդարանական ընտրություններն են, որոնք կորոշեն երկրի ուղին հետ դեպի Կրեմլի վերահսկողություն, թե դեպի համագործակցություն արևմուտքի հետ։ Մեջբերեմ սա ոչ միայն ժողովրդի քաղաքական ընտրության հարցն է, այլև ժողովրդի սեփական ապագան ինքնուրույն ընտրելու հիմնարար իրավունքի հարցը, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Նա նշել է, որ հետախուզությունը ձեռք է բերել ռուսական ներքին փաստաթղթեր, որոնք պարունակում են Ուկրաինայի համագործակցությունը Մոլդովայի, Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արևելքի երկրների հետ տապալելու ծրագրեր, թե Ուկրաինան, թե մեր գործընկերները շարժվում են ճիշտ կուրսով դեպի ավելի մեծ անվտանգություն եւ սեփական ինքնիշխանության հետագա զարգացում, ինչպես նաեւ ռուսական ազդեցության չեզոքացում, փաստել է Զելենսկին։ Իվաշչենկոյի հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկվել են պատժամիջոցների շրջանցմամբ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար պահեստամասերի եւ սարքավորումների մատակարարումները, ինչպես նաեւ Ուկրաինային հարվածներ հասցնելու ագրեսորի նոր ծրագրերը։ Միևնույն ժամանակ համաշխարհային լրատվամիջոցները կիսվում են իրենց ինսայթներով Ռուսաստանի վիճակի մասին, ագրեսոր երկիրը բախվում է աճող ռազմական եւ տնտեսական դժվարությունների, իսկ Կրեմլը հրաժարվում է դա խոստովանել։ Այս մասին ասվում է Washington Post-ի նոր հոդվածում։ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի դրությունը գնալով ավելի բարդանում է, ռուսական բանակի հարձակումը գրեթե կանգ է առել, տնտեսությունը փլուզվում է, իսկ ռուսական տարածքին ուկրաինական դրոնների կանոնավոր հարվածները նոր խնդիրներ են ստեղծում Կրեմլի համար։ Խնդիրների ֆոնին Մոսկվան էսկալացրել է հակամարտությունը եւ թեժացրել հռետորաբանությունը։ Ռեժիմի ներկայացուցիչները գնալով ավելի հաճախ են սպառնում Ուկրաինային եւ Արևմուտքին, եվրոպացի պաշտոնյաները վստահ են, որ սպառնալիքները կապված են ոչ թե սեփական ուժերի նկատմամբ Մոսկվայի վստահության, այլ աճող դժվարությունների հետ։ Կրեմլը փորձում է ստիպել Արևմուտքին վերադառնալ բանակցություններին իր պայմաններով։ Ռուսաստանում գիտակցել են, որ Ուկրաինային հնազանդեցնելու Կրեմլի սկզբնական նպատակը փաստացի անհասանելի է, արևմտյան օգնությունը թույլ է տալիս Կիևին պահպանել մարտունակությունը եւ մեծացնել այն։ Այսօր պատերազմը ընթանում է փաստացի իրենց հնարավորություններով համադրելի հակառակորդների միջև։
Ռուսաստանի համար հավելյալ խնդիրներ են ստեղծում ուկրաինական հարվածները օկուպացված տարածքներում գտնվող ռազմական եւ լոգիստիկ օբյեկտներին, հատկապես զգայուն են եղել հարձակումները դեպի Ղրիմի ցամաքային միջանցքի վրա։ Օկուպանտի լոգիստիկան փաստացի կտրված է, թերակղզում սկսվել է վառելիքի դեֆիցիտ, պատերազմի 5-րդ տարում Ռուսաստանի հարձակումը ռազմաճակատում կանգնել է, իսկ այդ ընթացքում Ուկրաինայի հարվածները թիկունքին դառնում են ել ավելի հեռահար եւ կանոնավոր։ Կարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Տատյանա Ստանովայան կարծում է, որ իրավիճակը զարգանում է ոչ թե Մոսկվայի սցենարով։ Նրա խոսքով ռուսական ռազմական առավելությունը աստիճանաբար նվազում է, մինչդեռ Ուկրաինան ընդլայնում է իր հարձակումների մասշտաբները։ Իրադարձությունները զարգանում են ոչ այն ուղղությամբ, որով ցանկանում է Պուտինը, ընդգծում են փորձագետները։ Լուրջ ճնշում է զգում նաև ռուսական տնտեսությունը, չնայած նավթի գների աճին, պետական ծախսերը շարունակում են աճել, առաջին հերթին դա կապված է պատերազմի հսկայական ծախսերի հետ։ Օրերս Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը արդեն զգուշացրել է գրեթե բոլոր ուղղություններով, բացի պաշտպանությունից, ծախսերի մասշտաբային կրճատման նախապատրաստման մասին, տագնապ են սկսում ցուցադրել նաև Կրեմլին լոյալ քաղաքական գործիչները։ Միաժամանակ ռուսական բանակը ռազմաճակատում բախվում է կոլոսալ կորուստների, զոհված եւ վիրավոր օկուպանտների թիվը շարունակում է աճել, իսկ նոր զինծառայողների հավաքագրումը դառնում է ել ավելի բարդ խնդիր։ Որոշ եվրոպացի պաշտոնյաներ չեն բացառում, որ կորուստների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում Մոսկվային ապագայում կարող է անհրաժեշտ լինել նոր մասշտաբային զորահավաք, մոբիլիզացիա, ուստի մեզ լսող Ռուսաստանի մեր հայրենակիցները, ովքեր Պուտինին չեն աջակցում, պետք է իրենց գլխի ճարը տեսնեն։ Կրեմլը դեռևս չի հանդգնել դիմել մոբիլիզացիայի, որովհետև վախենում է ներքին ցնցումներից, բայց վիճակը գնալով վատանում է եւ նա կարծես ստիպված է լինելու դա անել։ Արևմուտքում գնալով ավելի հաճախ են հնչում գնահատականներ, որ ժամանակը սկսում է աշխատել ընդդեմ Կրեմլի։ Շուտով Ռուսաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինի կամ սառեցնել մարտական գործողությունները, կամ փնտրել պատերազմի ավարտի նոր ուղիներ։ Ագրեսիան ներկայիս ձևաչափով շարունակելը դառնում է ավելի ու ավելի դժվար, իսկ Ուկրաինան ոչ միայն չի նվազեցնում հարվածների տեմպերը ռազմավարական, էներգետիկ, լոգիստիկ եւ ռազմական օբյեկտներին, այլև անընդհատ մեծացնում է դրանք։ Այդ իսկ պատճառով է Պուտինը փորձում Կիևին հարվածներով պատկեր ստեղծել եւ դեռ շարունակել կերակրել իր ժողովրդին։ Իդեպ հիշեցնեմ, որ բոլոր կադրերը հասանելի են մեր Telegram-յան ալիքում, այնտեղ բավական հետաքրքիր է Ղրիմում մնացած ռուս տուրիստների տեսանյութերը, ովքեր բողոքում են, որ բենզին չկա իրենց մեքենայով դուրս գան թերակղզուց։ Ծիծաղելի են դրանք, ախր այդքան ասել ենք, դա ձեր տարածքը չէ, չի կարելի գնալ Ղրիմ, դա օկուպացված տարածք է, այնտեղ պատերազմ է։ Եթե մի օր չկա, մի ամիս չկա, դա չի նշանակում, որ չի լինելու, տարածքը դեռ ազատագրված չէ։ Քաղաքացիականներին Ղրիմ այցելել չի կարելի։ Դե երևի պետք է իրենց մաշկի վրա զգան, որ մյուս անգամ անցավ գլուխները ցավի տակ չդնեն։ Հիմա երևի թե մեքենան հրելով պետք է կամրջով դուրս գան դրանք։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան դադար տալ եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Օգտվելով առիթից նորից շնորհակալություն հայտնեմ ձեր օգնության համար։ Ձեր լայքերի եւ տարածումների տեսքով շատ եք օգնում, շատ է զգացվում ձեր օգնությունը։ Շնորհակալ եմ ձեզ։ Firepoint պաշտպանական ընկերության գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլերմանը պատմել է, որ իր ընկերությունը անցել է բալիստիկ հրթիռների փորձարկման փուլին։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ Firepoint-ը ուկրաինական ընկերություն է։ Մեր գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի բալիստիկա, որն ընդունակ է հարվածներ հասցնել Մոսկվային եւ Սանկտ Պետերբուրգին, որովհետեւ Ռուսաստանը մոնոցենտրիկ մեկ կենտրոնով կառուցված երկիր է, որտեղ ամեն ինչ կենտրոնացված է Մոսկվայում եւ Մոսկվայի տարածաշրջանում։ Մեր երկրում ամեն ինչ հակառակն է, պատմում է Շտիլերմանը Ուկրաինայի մասին։ Մեզ մոտ գնում ես ինչ-որ շրջկենտրոն եւ տեսնում ես, որ այնտեղ գտնվում է համաշխարհային մակարդակի հաստոցների ինչ-որ արտադրություն։ Ռուսաստանում նման բան չկա, հայտնել է Դենիս Շտիլերմանը։ Պաշտպանական ընկերության համասեփականատերը պատմել է Ռուսաստանի այն առանձնահատկությունների մասին, որոնք Ուկրաինան պետք է հաշվի առնի, մեջբերեմ, այնտեղ ամեն ինչ հավաքված է Մոսկվայում եւ այն ամենը, ինչ տեղի ունենում ինչ-որ Պերմում, Վոլգոգրադում կամ Սիզրանում, էլիտաների վրա գրեթե ազդեցություն չի ունենում, ուստի մենք պետք է մինչև ձմեռ երկու բան անենք։ Առաջինը բալիստիկայի որսումն է, Պերեխվատը, ինչը մենք պլանավորում ենք եւ առաջարկել ենք Եվրոպային, որպեսզի միասնական անենք։ Այս մասին վերջերս խոսել է նաեւ մեր նախագահը, հիշեցրել է Շտիլերմանը Զելենսկու խոսքերը, որ անձամբ է զբաղվելու համաեվրոպական երկնային վահանի ստեղծման գործով։ Մենք առաջարկում ենք ստեղծել եվրոպական հակաբալիստիկ վահան մեր հակահրթիռի բազայի վրա, ուկրաինական
հրթիռի բազայի վրա, երկրորդը ըստ Շտիլերմանի պետք է ստեղծել բալիստիկ հրթիռ, որը թիրախային խոցումներ կհասցանի ավելի քան 700 կիլոմետր հեռավորության վրա բավականին հզոր մարտական մասով։ Հուսով եմ, որ այս ամենը մենք կհասցնենք անել մինչև ջեռուցման սեզոնի մեկնարկը, որպեսզի հնարավորություն ունենանք ստիպել Ռուսաստանին դադարեցնել մեր քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը, հավելել է Շտիլերմանը։ Միևնույն ժամանակ ուկրաինական հեռահար դրոնները արդեն ընդունակ են թիրախներ խոցել մինչև 3500 կիլոմետր հեռավորության վրա, ինչը խոցելի է դարձնում Ռուսաստանի գրեթե ողջ եվրոպական մասը։ Գլխավոր հետախուզության վարչությունից հայտնել են, որ ուկրաինական դրոնների նոր մոդելները ընդունակ են հաղթահարել հազարավոր կիլոմետրեր եւ արդյունավետորեն շրջանցել ռուսական հոբ համակարգը։ Գլխավոր հետախուզության վարչության հեռահար դրոնների խմբի մարտիկները պատմել են, որ ժամանակակից ուկրաինական դրոնների հեռահարությունը էապես փոխել է Deep Strike-ի խորը հարվածների գործողությունների հնարավորությունները եւ հեռահար դրոնները արդեն ընդունակ են թիրախներ խոցել Ռուսաստանի ողջ եվրոպական մասում, ընդհուպ մինչև Ուրալ։ 26 թվականի հունիսի 2-ի գիշերը Ռուսաստանը հասցրել է պատերազմի ողջ ընթացքում ամենամասշտաբային համակցված հարվածներից մեկը, կիրառելով օդային հարձակման 729 միջոց, 73 հրթիռ եւ տարբեր տեսակի 656 դրոններ։ Ռուսական զետալիկների հայտարարությունները ավիագործարանների եւ ռազմական բազաների խոցման մասին զուտ հորինվածք են տերորը արդարացնելու համար, քանի որ հարվածի տակ է հայտնվել բացառապես քաղաքացիական եւ էներգետիկ ենթակառուցվածքը։ Հարձակման հետևանքով ողջ Ուկրաինայում զոհվել է առնվազն 22 մարդ, ավելի քան 110-ը ստացել են վիրավորումներ։ Ուկրաինայի ՀՕՊ-ին եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերին հաջողվել է ոչնչացնել օդային 642 թիրախ, 40 հրթիռ եւ 602 դրոն, սակայն հարվածների մեծ խտության պատճառով խոցումներ են ֆիքսվել 38 տեղանքներում։ Կիևը եղել է հարվածի հիմնական ուղղությունը, որտեղ 6 մարդ զոհվել է, 79-ը ստացել վիրավորումներ, նրանց թվում երեխաներ եւ էներգետիկներ, ովքեր ժամանել էին հարվածի վայր օգնության եւ վերանորոգման աշխատանքների համար։ Տարբեր աստիճանի ավերածություններ են ֆիքսվել մայրաքաղաքի 8 շրջաններում, վնասվել են 9 բազմահարկանի շենք, մանկապարտեզ, պոլիկլինիկայի շենք, 2 ավտոլցակայան, գրասենյակներ եւ ավտոսրահներ։ Կիևի մի մասում եւ եւս 7 մարզերում էլեկտրոէներգիայի խափան են եղել։ Դնեպր քաղաքում 12 մարդ զոհվել է, ներառյալ 2 տղա եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 1 փրկարար, իսկ ավելի քան 35-ը Դնեպրում վիրավորվել են։ Ուղիղ հարվածով ամբողջությամբ ավերվել է 7 մասնավոր տուն, եւս 49-ը վնասվել։ Սա պարզապես ռուսական ահաբեկչություն է։ Սեփական տանը իրենց քնած մարդիկ պարզապես դարձել են բալիստիկայի զոհ։ Խարկովում 10 մարդ է ստացել վիրավորումներ, քաղաքի վրա հարձակվել է 15 դրոն եւ 2 հրթիռ, վնասվել է բացառապես բնակելի կառուցապատումը։ Զապորոժիայում ֆիքսվել է շուրջ 30 հարված, այդ թվում 6 հրթիռի, խոցվել է քաղաքացիական արդյունաբերական օբյեկտ եւ մասնավոր տների տանիքներ, բարեբախտաբար զոհեր չկան։ Պոլտավայի մարզում վնասվել են տեղական քաղաքացիական ձեռնարկությունը եւ սովորական բնակելի տներ։ Ի պատասխան ռուսական ահաբեկչության, ուկրաինական պաշտպանության ուժերը իրականացրել են մասշտաբային գիշերային գործողություն, վստահ եմ մեր տելեգրամում տեսել եք։ 26 թվականի հունիսի 2-ի գիշերը Ռուսաստանի տարածքի եւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմի վրա հարձակվել է ինքնաթիռային տիպի առնվազն 148 ուկրաինական դրոն։ Սա հաստատել է անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Հիմնական հարվածները հասցվել են թշնամու ռազմական լոգիստիկային եւ վառելիքային օբյեկտներին, ամբողջությամբ հաստատված է հաջող հարվածը Նոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանին, այնտեղ դրոնները խոցել են տեխնոլոգիական կայանքներ, ինչից հետո ձեռնարկություններում հսկայական հրդեհ է սկսվել։ Այս գործարանը կրիտիկական կարևորություն ունի, քանի որ վառելիքով է ապահովում ռուսական զորքերի հարավային խմբավորմանը։ Հաստատվել է նաև հարվածը Բելգրադի մարզի Ալեքսեևկա քաղաքում գտնվող Մելզավոդի տարածքին, որն օգտագործվում էր զինվորականների կողմից լոգիստիկ նպատակներով։ Բելգրադի եւ Կուրսկի մարզերի սահմանամերձ շրջաններում դրոնները ուկրաինական եւ հրետանին ոչնչացրել են ռուսների տեխնիկան եւ ամրությունները։ Լրացուցիչ հետախուզության եւ վերիֆիկացման հաստատման փուլում է գտնվում տեղեկատվությունը Ղրիմի Մեժվոդնեի շրջանում իրականացված հարձակման մասին։ Օպերատիվ տվյալներով այնտեղ խոցվել է ռուսական ռազմական նավ Սուդնա Ռազմագնիչևնյա, ինչպես նաեւ որս է իրականացվել Պանցիր S1 զենիթային համալիրների ուղղությամբ։ Ռոստովի, Վոլգոգրադի եւ Սմոլենսկի մարզերում ռուսական հակաօդային պաշտպանությունը աշխատել է ողջ
առողջ գիշեր։ Տեղի բնակիչները հայտնել են պայթյունների մասին ռազմական օդանավակայանների եւ ենթակայանների մոտակայքում, սակայն ավերածությունների հստակ մասշտաբները այնտեղ դեռ ճշտվում են։ Ամենայուղոտ կտորը խոցված Ղրիմի ռուսական զորամասերից մեկի խոցումներ։ Վստահ եմ ոգևորիչ կադրերը տեսել եք մեր Telegram-ում։ Ռուսաստանի վառելիքային ճգնաժամը արագորեն տարածվում է Պուտինի վերահսկողության տակ գտնվող մնացած տարածքներում։ Ղրիմից հետո բենզինի սահմանափակումներ են ֆիքսվում Ուրալում, Սիբիրում, Կուրսկի եւ Բելգրադի մարզերում։ Կոմերսանտ թերթի տվյալներով ռուսական վառելիքի շուկայում արդեն իսկ առկա է բենզինի ընթացիկ առաջարկի դեֆիցիտ։ Առայժմ ընդգծված ճգնաժամը տեսանելի է Ղրիմում, բայց եթե իրավիճակը չբարելավվի, ապա հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին վառելիքի պակասը կարող է տարածվել ել ավելի մեծ թվով տարածաշրջանների վրա։ Գները արդեն աճում են Մոսկվայում եւ Մերձ Մոսկվայում մայիսի վերջին շաբաթվա ընթացքում թանկացել են նաեւ դիզվառելիքը, AI-92-ը եւ AI-95 տեսակի բենզինները։ Իշխանությունները նոր միջոցներ են պատրաստում Բելարուսից մատակարարումների ավելացում, 2 ամսով բենզինի արտահանման լիակատար արգելք, հարկային արտոնություններ եւ ներքին շուկայում մատակարարումների ընդլայնում։ Գլխավոր պատճառը դեֆիցիտի Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին Ուկրաինայի հասցրած հարվածներն են։ Նավթավերամշակման գործարանների, նավթաբազաների, պոմպակայանների եւ մատակարարման ուղիների վրա դրոնների արձակումներից հետո Ռուսաստանը կորցնում է ոչ միայն վերամշակման հզորությունները, այլև վառելիքը տարածաշրջաններով արագ տեղափոխելու ունակությունը։ Ղրիմն արդեն անցել է կտրոնային համակարգի, այժմ սահմանափակումներն ու խափանումները ի հայտ են գալիս սահմանամերձ մարզերում եւ օկուպացված տարածքներում։ Ուկրաինական հարվածները շարունակվելու են եւ ուժ գնանալու են, ինչպես արդեն ասացի, այնպես որ դեֆիցիտը ամենայն հավանականությամբ տարածվելու է մինչև Ուրալ, ինչպես նաև մեր ուկրաինական դրոնների հարվածները տարածվում են արդեն մինչև Ուրալ։ Սա քայքայվող Ռուսաստանի այսօրվա կերպարն է, այլ բանի Պուտինյան իշխանությունը չէր կարող հասցնել իր երկիրը։ Գիտեմ, որ բոլորդ անհամբեր սպասում եք Պետերբուրգին հասցված հարվածների մանրամասներին։ Հիմա ռազմաճակատի թվերն ասեմ ու անցնենք Պետերբուրգին ու ոչ միայն Պետերբուրգին, որովհետև աշխարհագրությունը բավականին մեծ է ուկրաինական հարվածների։ Ռազմաճակատում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են։ Անցած 2 օրվա ընթացքում այնտեղ տեղի է ունեցել 512 մարտական բախում, որոնց արդյունքում Ռուսաստանը կորցրել է ևս 2570 զինվոր եւ 4623 միավոր տեխնիկա, տրանսպորտ, հրթիռներ եւ սպառազինություն, իսկ Պուտինյան բանակի ընդհանուր կորուստների թիվը 22 թվականի փետրվարից մինչև այսօր առավոտ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով, ինչը հաստատվում է տեսալուսանկարահանման տվյալներով, հասել է արդեն 1,368,040-ի, ռելիզները ձեր էկրաններին են, ամենաակտուալը աջ կողմից է։ Հունիսի 3-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը իրականացրել են հսկայական համակարգված հարձակում, միաժամանակյա հարվածներ հասցնելով Ռուսաստանի խորը թիկունքում եւ օկուպացված տարածքներում գտնվող օբյեկտներին։ Գործողության մեջ ներգրավված են եղել դրոնների համակարգերի ուժերը, հատուկ գործողությունների ուժերը, Ուկրաինայի անվտանգության ծառայության ուժերը եւ իհարկե գլխավոր հետախուզական վարչության ուժերը, որոնք կիրառել են տասնյակ հեռահար դրոն կամիկաձեներ եւ հրթիռային սպառազինություն։ Գիշերվա ընթացքում առաջին եւ ամենակարևոր տեխնոլոգիական հարվածը դարձավ Տամբովի մարզի Միչուրինսկի Պրոգրես գործարանի հաջող գրոհը։ Սա Ռուսաստանի ռազմարտունաբերական համալիրի եզակի ձեռնարկություն է, որն արտադրում է բարդագույն գիրոսկոպներ, կառավարման եւ նավագնացության համակարգեր ռուսական հրթիռների, մարտական ավիացիայի եւ դրոնների համար։ Ուկրաինական դրոն կամիկաձեները ոսկերչական ճշգրտությամբ խոցել են գործարանի արտադրամասերը, ձեռնարկությունում հզոր հրդեհ է բռնկվել, որն ուղեկցվել է բաղադրիչների երկրորդային դետոնացիայի ձայներով։ Պրոգրեսին հասցված հարվածը կրիտիկականորեն խարխլում է նոր բարձր ճշգրտության հրթիռներ հավաքելու Կրեմլի հնարավորությունները։ Դրանից հետո կործանարար հարվածը հասցվել Սանկտ Պետերբուրգին եւ Լենինգրադի մարզին, ինչը ոսկերչական ճշգրտությամբ հարմարեցված էր Պետերբուրգի տնտեսական ֆորումի բացմանը։ Օդային գրոհի պատճառով իշխանությունները մցրել էին Կավիոր պլանը եւ փակել Պուլկովո օդանավակայանը։ Դրոնները հաջողությամբ խոցել են Պետերբուրգի նավթային տերմինալը, որտեղ բռնկվել է հսկայական հրդեհ եւ այրվել են նավթի ռեզերվուարները։ Դրան զուգահեռ Կրոնշտատի ռազմածովային բազայում ճշգրիտ հարվածներ են հասցվել նավամատույցի
հատույցի գոտուն, որտեղ խոցվել է Բոյկի հրթիռային կորվետը եւ վնասվել է Վելեշչինսկու պատմական 4 դոկը, Պուտինի ֆորումը բացվել է սև ծխի սյուների եւ պայթյունների ձայների ներքո, Սմոլենսկի մարզի Երշիչսկի շրջանում դրոնների հարձակման հետևանքով ուժեղ հրդեհ է սկսվել, որի մարման ժամանակ տեղի իշխանությունների խոստովանությամբ զոհվել են ռուսական ՄՉՍ-ի աշխատակիցներ, կան նաեւ տուժածներ, բացի այդ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մոսկվայի մարզի երկնքում դրոնների որսման մասին, զուգահեռաբար զանգվածային հարձակում է ընթացել հարավային տարածաշրջանների վրա, Բելգրադի մարզում թիրախում են հայտնվել հակաօդային պաշտպանության օբյեկտներն ու տեխնիկայի կուտակումները, ռուսական Պանցիր եւ S-400 համակարգերը փորձում էին որսալ թիրախները հենց Բելգրադի եւ Շեբեկինոյի բնակելի թաղամասերի երկնքում, ինչը հանգեցրել է բեկորների ընկնելուն եւ հրդեհների։ Կուրսկի մարզում ուկրաինական դրոնները սահմանամերձ գոտում ոչնչացրել են զինամթերքի մի քանի դաշտային պահեստներ եւ մատակարարման լոգիստիկ հանգույցներ, ժամանակավորապես օկուպացված Ղրիմում պայթյուններ են որոտացել Սևաստոպոլի եւ Սակիի շրջաններում, որտեղ բազավորված է թշնամու ավիացիան, հրթիռային հարվածի սպառնալիքի պատճառով ռուս զինվորականները ստիպված են եղել առավոտյան ժամերին ամբողջությամբ փակել Կերչի կամուրջը։ Ուկրաինական հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, իսկ Ուկրաինայի գլխավոր շտաբը շարունակում է թշնամու կենթանի ուժի եւ տեխնիկայի հստակ կորուստների լրացուցիչ հետախուզումը։ Հիշեցնեմ, որ բոլոր կադրերը մեր Telegram-ում են, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք, այս անգամ լուսանկարների եւ տեսանյութերի այնպիսի մի քանակություն է, որ ճիշտ ասած վաղուց չեմ հիշում, որ որևիցե հարվածի մասին այսքան շատ տեսանյութեր լինեն, այնպես որ գրանցվեք եւ վայելեք։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին արտահայտվել է հունիսի 3-ին Ռուսաստանին հասցված Ուկրաինայի զինված ուժերի հարվածների մասին, նշելով, որ կան մեր հեռահար պատժամիջոցների լավ արդյունքներ։ Զելենսկին պատմել է հեռահար պատժամիջոցների արդյունքների եւ Պետերբուրգի նավթային տերմինալի, Կրոնշտատի բազայի ու Ռուսաստանի Տամբովի մարզի գործարանի խոցման մասին, թվարկելով մեր հարվածները, նախագահը ընդգծել է, որ հարվածների ճշգրտությունը վկայում է պլանի հետևողական իրականացման մասին։ Շնորհակալություն մեր պատրաստված մարտիկներին ճշգրտության համար, հեռահար պատժամիջոցների ուկրաինական պլանը կատարվում է հենց այնպես, ինչպես անհրաժեշտ է խաղաղության մոտեցման համար։ Փառք Ուկրաինային, ասել է Զելենսկին, անդրադառնալով ռուսական հարվածների թեմային, Զելենսկին վստահեցրել է, որ առանց արտասահմանյան բաղադրիչների ռուսները չեն կարող ստեղծել իրենց հրթիռները։ Յուրաքանչյուր ոք, ով Ռուսաստանին մատակարարում է ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել ուկրաինացիներին սպանող դրոնների եւ հրթիռների արտադրության համար, գիտակցաբար թե ոչ դառնում է հանցագործությունների մեղսակից։ Եթե Ռուսաստանը չկարողանա բաղադրիչներ գնել զենքի արտադրության համար, ապա դա կփրկի բազմաթիվ ուկրաինացիների կյանքեր։ Մեջբերեմ, այսօր եղել է գլխավոր հետախուզության վարչության զեկույցը ռուսական հրթիռային արտադրությունների հարցով։ Մենք պատրաստում ենք մեր հակազդեցության լրացուցիչ միջոցառումներ։ Մենք գիտենք, որ ռուսները շատ են վախենում մեր հրթիռային հնարավորություններից, նշել է Ուկրաինայի նախագահը, ակնարկելով, որ նոր հարվածներ են լինելու։ Իմ կողմից ավելացնեմ, որ Պուտինի հետ կատարում է այն ամենը, ինչից նա վախենում էր, եւ քանի դեռ պատերազմը չի դադարել, այդ ամենը շարունակվելու է կատարվել Պուտինի եւ Ռուսաստանի հետ։ Այնպես որ եթե կան ռուսաստանցիներ, ովքեր սպասում են, թե այս ամենը ինքն իրեն կավարտվի, շատ իզուր, այս պատերազմը ռուսաստանցիների Պուտինին հանդուրժելու պատճառով է, եւ քանի նրանք հանդուրժում են Պուտինին, պատերազմը Պուտինը շարունակելու է, այսինքն լինելու են Ուկրաինայի հարվածները նաեւ Ռուսաստանին։ Այսօրվա համար սահմանափակվեմ այսքանով, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ հնարավորության դեպքում տարածել մեր եթերը սոցիալական ցանցերում։ Դե իսկ եթե հանկարծ մոռացել եք բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ արեք դա, որովհետեւ մենք ակտիվորեն օգտագործում ենք մեր բոլոր 3 ալիքները։ Ձեզ մաղթում եմ ամենալավն ու բարին։ Եթե որևէ արտակարգ բան չլինի, ապա հաջորդ եթերը պլանավորում եմ ուրբաթ։ Մինչ նոր հանդիպում եւ մնացեք բարով։